ենթարկում մեր եկեղեցու սրբազաններից, արժանապատիվ սրբազաններից մեկին, որը ուղղակիորեն հրաժարվել է Նիկոլին ծառայելուց, այդ դրա համար արժանանում է այս ճակատագրին։ Ինչպես յուրաքանչյուր հայ, որ ունի գիտակցություն, համարձակություն խոսելու այն պարզ իրականության մասին, որ հայկական պետությունը քանդում է Նիկոլը, հայկական հայ առաքելական եկեղեցին քանդելու հրահանգ է ստացել Թուրքից ու Ադրբեջանցուց, այ յուրաքանչյուրս այդ բռնաճնշումների ռիսկի տակ ենք եւ հիմա Սրբազանին հենց դա չի ներվել։ Սրբազանին չի ներվել իր հրապարակային ելույթները առայն, որ սրանք եկել են հայ առաքելական եկեղեցին կործանելու, առայն, որ սրանք ուրանում են ցեղասպանությունը, այս ամեն ինչը Սրբազանին չի ներվել։ Այստեղ քրեական գործ չկա, այս մեր հետևում գտնվում է դատարան չի գտնվում, այս Նիկոլի ստեղծած համակարգի ինստիտուտների ներկայացուցիչներն են, որը մեկը ունի դատավորի կնիք, մեկը ունի քննիչի համազգեստ,